2026 թվականը դեռ նոր է սկսվել։ Շատերն ուզում են իմանալ, որ նշանների համար այն բարենպաստ կլինի։ Ասում են, աստղաբանական կանխատեսումները որոշ իրավիճակներ արդեն բացահայտել են։ Շատ կարևոր տարի է, բարեբերության տարի է 2026-ը։ Ինչ է մեզ սպասվում առաջիկայում։ Հարցը միշտ ու բոլորին է հետաքրքիր եղել։ Նրանք ովքեր չեն ամուսնացել, ովքեր գտնում են 24, 36, 48 այդ տարեկան տարիքային շրջանում, նույնիսկ 60 բախտը ձեզ կժպտա։ Կարևոր է հողի եւ ջրի տարիքի ազդեցության տակ ծնվածների համար ձկների մոտ եմ տեսնում նոր գործեր, նոր նախագծեր, նոր բիզնեսներ։ Յուրաքանչյուր տարի ունի իր հաջողակ թվերը, որոնք կարծես խորհուրդ են տալիս ճիշտ պահերին ճիշտ քայլ անել։ 2026 թվականի թվագիտական թիվը, ելակետային թիվը 1-ն է։ 2 գումարած 2 գումարած 6։ Նույնիսկ եթե մարդկանց անձնային տվյալներում 10, 20, 30, 0-ն հանում ենք, միանիշ թիվ ենք ստանում։ Այդ միանիշ թիվը անձին կողմնորոշում է։ Եթե դուք ծնվել եք այն թվերի հանրագումարով, որոնց վերջնական ելակետային թիվը 1-ն է, ապա այս տարին ձերն է, սիրելի հայրենակիցներ։ 1-ը նորը սկսելու տարի է, 2025-ը ավարտուն տարի է, պետք է ամեն հինը դեն թողնենք, դեն գցենք, գնանք նոր ծրագրերի ետևից։ Այս տարի որոշ նշանների համար ճանապարհը բաց է առաջ խաղացման համար, իսկ մյուսներին սպասվում են մտորումներով լի պահեր։ Երկորյակները իրենք բարի նշաններ, արագաշարժ են, շփվող են, բայց նպատակային պետք է լինի այդ էներգիան, որպեսզի ուրանը չգա, չքանդի, չխփի ձեր մեքենաները, այդպես, աղետներ չբերի։ Իսկ եթե դուք կրթվում եք, եթե դուք բաց եք այդ գիտության առաջ, եթե այդ էներգիան օգտագործում եք կառուցողական այդ դաշտերում, իմացեք, որ հաջողություններ կլինեն եւ մոտավոր 1 տարի շատ կարեւոր է լինելու երկորյակ ջրհոս, նաև կշեռքների համար։ 2026 թվականը Հայաստանի համար լինելու է խաղաղության տարի։ Աստղաբանների հաշվարկն է սա ցույց տալիս։ Խաղաղություն կլինի մեր երկրում, գոնե մինչև հունիսի 30 Յուպիտերը խեց գետնում է, կբերի խաղաղություն, որտեղ Յուպիտերը դա բարեկեցության մեծ բարեգործն է, Վեներան փոքր բարեգործ, Յուպիտերը մեծ բարեգործ կբերի մեր հայրենիքի, մեր հայրենի սահմաններին խաղաղություն։ Տարվա ընթացքում հնարավոր են նաև գործընթացներ, որոնք կարող են մարդկանց վերադարձնել տուն, այդ թվում ռազմագերիների։ Հուսանք, որ գերտերությունները ներկայացնող ղեկավարները օգնեն, համենայն դեպս հուսանք, որ մինչև հունիսի 30-ը եւս մեկ խմբականակ կամ այդ ժամանակ, երբ որ Յուպիտերը կանցնի արդեն իսկ առուց, դա կարող է նաև էլիտայից վերադարձնի, առուծը դա էլիտար նշանն է։ Ռազմագերիների մեջ կան նաև այնտեղ մեր հայրենակիցներից, որոնք բարձր պոստեր են զբաղեցրել։ Տարվա էներգիան սեփական օգտին դարձնելու համար ըստ աստղաբանի բավական չէ սպասել կանխատեսումներին։ Պետք է լինել նախաձեռնող, ուշադրություն դարձնել հնարավորություններին ու գիտակցված ընտրություններ անել։ 5-ից 7 կետ գրում են թղթի վրա, այդ օրը մի քանի անգամ բարձր կարդում են, կարող են նույնիսկ 3-ից 7 օր կարդալ, թուղթը փակում են, դնում են իրենց տան ամենասիրելի, ամենատաքուկ այն անկյունում, որտեղ զգում են դրական էներգիա կա։ Ունենալ մասնագիտական ձեռքբերումներ, ունենալ վարորդական իրավունք, սովորել անգլերեն, ձեռք բերել նոր գիտելիքներ։ Թե ինչպիսին կլինի 2026 թվականը, կախված է հենց քեզանից։ Շողեր Խլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմանուր։